Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգվուին Սրբո ամեն։ Քրիստոս հարյավ իմերելոց օրտնյալ է հարությունն Քրիստոսի։ Այսօր չորրորդ ուրբաթ Քրիստոսի Սուրբ հարութենեն ետք գշարունակենք մեր տասախոսությունները մխիթարյանակիդական ընթերցումներու թիվ 4-ը հայերեն լեզվով։ Միշտ որպես նյութ ունենալով անգլիացի գրագետ Գրահեմ Գրինի Հովհաննես 20-9-րդի վերջին ծնունդը քրկույգը, որու արևմտահայերեն աշխարհապար թարգմանությունը գդարած եմ։ Ագնարգած էինք հեղինակի կողմէ շարադրված Քիրքի Ջագադին, ապա անցած ծոնին, որ ես գդարած էի, ինչպես նաև հարաճապանը, որ կքննարկենք այս վերջին տասախոսություններում, որոնց գլխավոր նպատակն է ուրվագծել այն պատմական շարժարիտներ եւ միջավայրը, որոնց մեջ կզետեղվի այս քրկույգին թարգմանությունը, ինչպես նաև անոր իմաստը։ Վերջին տասախոսության կամ ներկայացումին ագնարգած էինք Լուսահոգի Հեր Ներսես վարդապետ Տեր Ներսեսյանի, այսինքն մեր հայր վարժապետի անձին եւ թերագադարության, գլխավորաբար երբ գանթամակցեի վերջնականորեն եւ պաշտոնական գերբով մխիթարի ուխտին մշտնջանավոր ուխտերու ջամփով 1986 թվականին։ Ճիշտ այդ շրջանին էր, քիչ մը առաջ անշուշտ 1985-ին, որ խոսքի կարևոր սպասավորներեն մեկը, որու մասին արդեն ագնարգած ենք եւ գաբ ունի սերտորեն այս բոլոր մեր ներկայացումներուն հետ, այսինքն Հեր Լևոն Զեքիան, ինքը ինքնագամ գծկեր մխիթարի ուխտը եւ գանթամակցեր Վենեդիգի Լատին Պատրիարքության, ինչպես մինչև օրս կտեսնվի քահանայապետական դարեկիրքին մեջ։ Եվ ասիգա ունենալով համաձայնությունը բարձրագույն իշխանության, ինչպես նաև միջամտությունը նույն օրվա Հեր Ներսես վարդապետ Տեր Ներսեսյան մեծավորին, որու նաև բարեխոսությամբ եւ միջնորդությամբ նույն օրվա ձիրանավոր պատրիարքը Վենեդիգի Մարկոչե իսկապես սրբագիած անձը, որ գնտուներ այս խոսքի սպասավորը եւ նաև այն պայմանը, որ ինքը չստիպվեր եկեղեցական